նոր սարդարապետություն եւ մեզնի յուրաքանչյուրը պարտավոր Բարի երեկո, Tribune հարթակի եթերում կարճ միացում հաղորդաշարն է։ Այսօր կխոսենք մեր տարածաշրջանում եւ մասնավորապես մեր երկրի առջև ծառացած խնդիրների մասին։ Գնացինք։ Այսօր մեր հյուրն է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը, ողջույն, պարոն Զաքարյան, շնորհակալ եմ մեզ կրկին հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Զաքարյան, այս շաբաթը, չգիտեմ, երևի գերազանցում է իր լրատվությամբ ու առատությամբ լրատվության եւ իհարկե տարածաշրջանային թնջուկը կրկին եռում է ու չենք կարող դրա մասին չխոսել առաջին հերթին Իրանում, ասենք, պայմանական պատերազմ է։ Չասենք լայնածավալ, բայց պատերազմ է Իսրայելը հայտարարել մեր քթի տակ, մեր բարեկամ երկրում, լուսադեմին թիրախում են եղել Թեհրանը, Թավրիզը, մի շարք այլ քաղաքներ, միջուկային օբյեկտներ, կան զոհեր, վիրավորներ, բառացիորեն օրեր առաջ, եթե կհիշեք, Իրանը հայտարարեց, որ ձեռք է բերել իսրայելական ինչ-որ գաղտնի փաստաթղթեր, կոնկրետ Իսրայելի միջուկային օբյեկտների մասին եւ ավելի, այսպես կենտրոնացած կհարցակվի, մի խոսքով սա պատասխաններ դրա թե ոչ, ու եթե այս հարվածները շարունակվեն ու այս ամեն ինչը վերածվի լայնածավալ արդեն պատերազմի, ինչով է դա մեզ համար վտանգավոր, մասնավորապես մենք գիտենք Սյունիքի դարպասները, մենք այսպես ժողովրդի լեզվով ասած վստահել էինք կոպիտ ասած Իրանին, այսպես շատ վստահ էինք, բայց տեսնում ենք հիմա այնպես իրավիճակ է, որ անգամ կարծես Իրանն է անակնկալի եկել, իսրայելական այս Մոսադի կազմակերպած, ինչպես դուք էլ թարգմանեցիք քիչ առաջ, ինչպես ժողովուրդն ինչպես առյուծ օպերացիայից, որը արդեն իսկ անվանում են, որ դասագրքերում են կիրառելու արդեն այս նման օպերացիան։ Այո, ցավոք, այն ինչ որ տեղի ունենում Իրանի շուրջ, ունի պոտենցիալ, ունի բավարար չափով պոտենցիալ ժամանակի ընթացքում ծավալվելու եւ վերածվելու տարածաշրջանային խոշոր բախումների, այսինքն աստիճանաբար տարբեր տեսքով, տարբեր մասնակցության ձևաչափերով ներգրավել նաեւ այլ երկրներ։ Այս մասին մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք եւ նաեւ մեր վերլուծություններում տարածաշրջանային վերլուծություններում ռիսկերի մեջ Հայաստանի Հանրապետության եւ ռեգիոնալ սպառնալիքների մարտահրավերների մեջ ներառելով նաեւ Իրանի միջուկային ծրագրի դեմ կոալիցիոն երկրների, այսինքն Արևմուտքի եւ Իսրայելի կոալիցիոն ուժերի հակազդեցությունը հույս էինք միշտ հայտնում, որ բանակցությունների միջոցով այդ խնդիրը հնարավոր կլինի լուծել Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև տարվող բանակցությունների եւ նաեւ միջազգային ձևաչափերով, բայց իրադարձությունները շատ արագ զարգացան եւ այն կանխատեսումները, որոնք որ բերում էին ռազմական բախումներ, ըստ էության իրականություն դարձան։ Ինչպիսին կլինի շարունակությունը, այսօր բարդ է ասել, այնուամենայնիվ հետևելով եւ իրանական եւ իսրայելական լրահոսերին, պետք է ասել, որ երկու կողմից էլ անդառնալիության կետը կարծես թե անցել է կամ մոտեցել են այդ կետին։ Հիմա ուժի ցուցադրության եւ երկուստեք հարվածային գործողությունների իրականացման ժամանակաշրջանի մեջ է։ Իրանի հոգեվոր առաջնորդը եւ պետության ղեկավարությունը հայտարարում է կոշտ պատասխանների մասին, Իսրայելի վարչապետը հայտարարում է երկար ժամանակ ապաստարաններում անցկացնելու անհրաժեշտության մասին, այսինքն այնուամենայնիվ երկու կողմերն իրենց ժողովրդին պատրաստում են հնարավոր բոլոր, այդ թվում նաև ամենավատ սցենարներով զարգացումներին։ Ինչ է անում Ադրբեջանը, բնականաբար Ադրբեջանը այս փուլում փորձելու է խուսափել Իրանի հետ ներողություն Իսրայելի հետ ռազմավարական դաշնակցությունից, մինչև այդ եղած եւ նավթի եւ զենքի զինամթերքի եւ նաեւ ստրատեգիական իմաստով ռեգիոնալ իբրև թե համընկնող շահերի պաշտպանության տեսանկյունից, բայց տարբեր վերլուծություններ կան, որ Ադրբեջանին չի հաջողվելու խուսափել այդ պարտավորություններից, որ ստանձնել է Իսրայելի առջև եւ հայտնվելու է նաեւ Իրանի թիրախում։
Թուրքիան կարծում եմ այս պայդրությամբ կփորձի դեռևս չեզոքություն պահպանել, հավասարակշռություն պահպանել, իհարկե հետևելով զարգացումներին։ Շատ կարևոր է ինչպիսի դերակատարություն կունենա Ռուսաստանի Դաշնությունը, բնականաբար քաղաքական իմաստով աջակցելով Իրանի Իսլամական Հանրապետությանը, բայց գործնական իմաստով ինչպիսի դերակատարություն կունենա, շատ էական է։ Շատ կարևոր է Միացյալ Նահանգների դիրքորոշումը նախ քաղաքական իմաստով Թրամփն արդեն հայտարարել է, որ եթե Իսրայելը դիմի, իրանք պատրաստ են պաշտպանել Իսրայելին, բայց այդ պաշտպանությունը տարբեր ձևեր, մակարդակներ եւ դասավորման եղանակներ ունի, ամենա, այսպես ասած, ուղիղ ռազմական ներգրավվածությունից մինչեւ քաղաքական աջակցություն միջազգային հարթակներում եւ ճնշում, քաղաքական ճնշում Իրանի եւ պրոքսի ուժերի դեմ, այսինքն այս գոյաբանական ինչ-որ առումով եւ տարածաշրջանի միջոցով ինչ-որ տեղ նաեւ աշխարհի ապագա զարգացումները կանխորոշող փուլում են գտնվում։ Մեր համար իրոք Զանգեզուրը հարավը թիրախի տակ է եւ ամենատարբեր բացատրություններով, մոտիվացիաներով եւ պատճառաբանություններով չի բացառվում ցավոք նաեւ որպեսզի թիրախավորվեն Հայաստանի Հանրապետության շահերը։ Այս իրավիճակում ունենալ Նիկոլ վարչապետ, պատկերացնում եք, թե դա էլ ինչպիսի, այսպես ասած, մարտահրավեր ու փորձանքամ է ժողովրդի համար։ Լավ, պարոն Զաքարյան, տեսեք, Իրանը բառացիորեն 3 հայտարարեց լայնածավալ զորավարժանքի մասին։ Մինչև այդ թուրք-ադրբեջանական զորավարժանքներն արդեն Նախիջևանում էլի ազդակ է։ Թրամփը հայտարարում է, որ իմացել է, բայց մասնակցություն չի ունեցել այս հարվածներին։ Մոսադը փայլուն օպերացիա է իրականացրել իրենց երկրի համար, փայլուն նկատի ունեմ, խառնելով ամբողջ տարածաշրջանը, որպես առաջնահերթություն ինչ պետք է անի Հայաստանը գոնե այս անվտանգային մարտահրավերին դիմակայելու համար, անգամ մի կողմ դնելով այն փաստը, որ մենք ունենք Փաշինյան։ Չէ, այդ փաստը ցավոք չեն կարա մի կողմ դնենք, որովհետև Նիկոլի պարագայում ճիշտ որոշում չի լինելու։ Նիկոլի պարագայում միշտ լինելու է հակահայկական, ապազգային եւ Հայաստանի Հանրապետության շահերին դեմ գործողություններ։ Եթե Նիկոլը չի, որն է ճիշտ գործողությունները։ Ճիշտ գործողությունները բնականաբար Ռուսաստանի Դաշնության հետ միասին համաձայնեցված գործողություններն են, որովհետև եթե Ադրբեջանը կամ Թուրքիան այսպես իրավունք ստանան մտնել Զանգեզուրի ուղությամբ, հա, պատճառաբանելով, որ դրանով փակում են Իրանի հյուսիսային ճանապարհը, հայ ժողովուրդ, ձեր դեմ ոչ մի խնդիր չունենք, բայց այս պահին պետքա, որ մենք Իրանի կներեք, բայց ձեր տարածքն է, բայց կներեք, սա գլոբալ խնդիր է, պետքա Իրանի հյուսիսային ճանապարհը փակել։ Հետևաբար Ադրբեջանին ու Թուրքիային այդ հնարավորությունը տալիս են, որպեսզի մտնեն Հայաստանի տարածքը։ Պարզավոր ռուսները չեն դա տալու, պարզավոր չինացիները չեն, այդ իր հնարավորություն տալու, պարզավոր Հնդկաստանը չի տալու։ Այդ շահերը դա բխում է միայն արևմուտքի շահերից։ Արևմուտքի շահերից է բխում հիմա, որ Ադրբեջանը Իրանի դեմ, այո, այդ գործողության պատճառաբանությամբ Հայաստանի դեմ հարավում ագրեսիա իրականացնում։ Հետևաբար Հայաստանի գործողություններն են հակակշռ Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի հետ այս process-ներին միաժամանակ աշխատելով Միացյալ Նահանգների հետ, որտեղ այնուամենայնիվ Միացյալ Նահանգներին գլոբալ զարգացումներ պետք չեն։ Միացյալ Նահանգները եւս լատենտ կամ բացահայտ կերպով պայքարում է Իրանի միջուկային ծրագրի դեմ, բայց այնուամենայնիվ Միացյալ Նահանգներին ծավալուն ավելի գործողություններ պետք չեն։ Ռուսաստանի Դաշնությանը ծավալուն գործողություններ պետք չեն։ Ավելի շատ արևմուտքը եվրոպական մի շարք երկրների տեսքով է շահագրգռված, որպեսզի Հարավային Կովկասը եւս ներքաշվի ռազմական գործողությունների մեջ, որպեսզի Ռուսաստանի Դաշնության դեմ նոր ճակատ բացեն, թեթևացնելով ուկրաինական ճակատը եւ ճլատելով ռուսական դիմադրությունը։ Սա իրանց հաշվարկներում։ Մենք ոչ մի պարագայում լավ իրավիճակում չենք հայտնվում, բայց որpեսզի մենք կարողանանք ցանկացած վատ իրավիճակից խուսափել կամ առնվազն դիմագրավել եւ զսպել,
բացասական զարգացումները։ Դրա համար մենք պետք է ունենանք շատ ակտիվ, ինտենսիվ եւ ճիշտ դաշտում աշխատող արտաքին քաղաքականություն։ Նիկոլի արտաքին քաղաքականությունը ճակերտավոր աշխատելը սխալ դաշտում, դրա համար մենք հայտնվել ենք 44-օրյա պատերազմի շեմին։ Նիկոլի արտաքին քաղաքականությունը սխալ դաշտում, սխալ մեսիջներով աշխատելու արդյունքում մենք հայտնվել ենք պատերազմի մեջ, որի ճակատագիրը, որի վերջնարդյունքը ցավոք արդեն իսկ գործված եւ հյուսված է եղել։ Եվ դա էլ սխալ արդեն ներքին կառավարման արդյունքում։ Նիկոլի հետագա սխալ դաշտում արտաքին քաղաքականության սխալ գործողությունների արդյունքում մենք բլոկադայի ենթարկվեց Արցախը եւ հետագայում հայաթափվեց ամբողջությամբ, օկուպացվեց Ջերմուկից եւ Սյունիքից մեր սուվերեն տարածքները։ Այսինքն այս բոլոր սխալները հիմա ինչ երաշխիք կա, որ այս բարդագույն իրավիճակում Նիկոլը հերթական սխալները չի անելու կամ հերթական դուդուկի տակ չի ապրելու ի վնաս հայ ժողովրդի։ Հետևաբար շատ ծայրահեղ պատասխանատու իրավիճակում մենք այն ինչ որ առաջին բանը պետք է անենք իմպիչմենտի միջոցով իշխանապողությունն է, ընդ որում շատ սահուն, համարյա աննկատ ձևով։ Եվ դա բացառապես քաղաքական գործիչների տիրույթում է, ժողովրդին էլ եթե չխառնենք այս պատմության մեջ շատ ավելի լավ կլինի, բայց որպեսզի ժողովրդին չխառնենք այս պատմության մեջ հասարակ ազգային ժողովում 54 գիտակից մարդ է պետք, 54 հայրենասեր մարդ է պետք, առնվազն 54 հայրենատեր եւ այս իրավիճակը Սթափ գնահատող, իր երեխեքին սիրող, իր ծնողներին սիրող մարդ է պետք։ Հատկապես այս վերջին տարիներին մենք մեր սեփական հայրենիքում պայքարում ենք հայ մնալու համար, որքան էլ դա աբսուրդ չի, ու դե ֆակտո վարչապետը ազգային անվտանգության մակարդակի մարտահրավեր է դարձել բոլորիս համար, բոլոր առումներով, ու այն խոսույթը, որ այս երկու շաբաթվա ընթացքում շարունակվում է եկեղեցու դեմ, վեհափառի դեմ, հոգևոր սպասավորների դեմ ընդհանրապես, դե պարզ է, որ Փաշինյանին չի հետաքրքրում, բնավ այն ինչ որ ինքը ներկայացնում է, դա հեռահար պլաններ ունի, հեռահար նպատակներ ունի ու ընդհանրապես նրան իր սեփական անվտանգությունն ու քաղաքական նկրտումներն են հետաքրքիր այս պահին, բայց միաժամանակ շատ պարզ երևում է, որ ինքը այդ հայտարարությունները անում է էլի Ադրբեջանի հետ զուգակցված, այսպես շատ համահունչ ու սինխրոն, այսինքն Փաշասադեն հայտարարություն է անում, հաջորդ օրը Փաշինյանը իր հայտարարությունն է անում, նոր այսպես շատ համակարգված ձևով է այդ ամեն ինչը գնում, ու որ քիչ առաջ էլ զրուցում ենք, որ այդ ամեն ինչը մեդիա դաշտը այսպես sense մատուցում է, այնպես ինչպես որ կա, այլ ոչ թե զտելով կամ ոչ համախմբվելով, դրանում էլ ձեզ հետ համամիտ եմ իրականում։ Հիմա Փաշազադեի հաջորդ այդ հայտարարությունը, որ ասեց հայ եկեղեցին, վերջինն է սա իհարկե, դրա համար եմ ուզում ցիտել, հայ եկեղեցին մարդկանց մղում է ոչ թե խաղաղության, այլ բռնության։ Փաշազադեն մեզ հայ ժողովրդին կոչ է անում մահվան պայքարի եւ նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ։ Ես նա կոչ է անում եկեղեցիների համաշխարհային այդ խմբին, որ չաջակցեն հայ եկեղեցու այս սադրիչ ու ռևանշիստական քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղության պայմանները։ Հիմա հետաքրքիրը գիտեք ինչն է, որ կասկածի տակ դնելով, ասենք մեր վեհափառի կուսակրոնության հարցը կամ նույն ուխտադրուժ իբր լինելը զավակ ունենալը մի խոսքով մեր դե ֆակտո վարչապետի մտքով ընդհանրապես չի անցել հետաքրքիր մի հատ հարցերի շարք, որ երևի գիտակից քաղաքացիները կարող էին նրան տալ, ինչու սեղանին դրված բազում հարցեր, կոնկրետ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստաթուղթ, որ եղել է, ինչու է դա գաղտնի պահվել, ինչի ընդհանրապես դրակետերի մասին չի խոսացվել, ինչ առաջարկ էր դա պարունակում, միգուցե դա ավելի լավներ, քան, չգիտեմ, ովքեր պետք է տան այդ հարցերը, պարոն Զաքարյան, որ ասում եք ժողովրդին մենք չխառնենք այդ ամեն ինչի մեջ, բայց այն գիտակից մասան էլ ընդհանրապես թութակի պես կրկնում է նրա ասածները ու սկսում ենք այսպես հակակշիռ չենք տեսնում այդ ամենի մեջ։ Չէ, ժողովրդին չխառնել էս նկատի ունեմ, որ այս ստեղծված իրավիճակում իդեալական տարբերակն են կլինի, որ падգամավորներով հավաքվեն, 54 Հիմա այսա կանցնենք падգամավորներին, բայց այս եթե բայց այդ գիտակցական մակարդակը չլինի, ժողովուրդը ստիպված, արդեն ժողովրդի գիտակից մասը ստիպված պետք է մասնակցի։ Այդ հարցերը ինչի չեն տալիս, այդ հարցերը մեռանք տալու։ Արդեն քանի տարի է, 7 տարի է մենք յուրաքանչյուր անգամ այդ հարցաշարը ավելի ու ավելի գնալով ընդլայնվում է, մեծանում է։
Եվ բանի հետ կապված Փաշազադեի եւ ընդհանրապես ադրբեջանական քարոզչությունը ընդդիմության դեմ հիմա եկեղեցու դեմ, այսինքն Ադրբեջանը իդեմս Ալիևի, իդեմս իր պատգամավորների, իդեմս հիմա էլ արդեն իսլամական կրոնական այսպես բաների առաջնորդների իրանց հայկական ազգային ինքնության հենասյուները կրող բոլոր արժեքների եւ գաղափարների տորպեդահարում է իրականացնում։ Գրեթե նույնը ինչ որ անում է Նիկոլը։ Այսինքն ինչ է նշանակում նախկիններ։ Նախկինները դրանք ազգային ուժերն են։ Նախկին հասկացությունը, եթե այսօր մենք հարցազրույց ենք տալիս եւ մարդիկ նայում են, ասում են նախկինները խոսում են, կամ իմ գործընկերները մեր ընդդիմադիր դաշտից տարբեր մեր կապ չունի որ կուսակցությունից խոսում են, ասում են նախկին է։ Իրանք ոչ թե նախկին ասելով նկատի ունեն նաև նախկինում տեղ գտած այդ մարդիկ, ովքեր որ տարբեր այսպես ասած սկանդալների մեջ են եղել ու այսօր ընդհանրապես գոյություն չունեն, իրանք ծպտունել չկար, բայց այդ վատ երևույթները փորձում բերում են կպցնել այսօր քաղաքական կերպարներին, որպիսի ինչ անեն, որպիսի թույլատնեն ազգային ուժերի գործունեության հնարավորությունը։ Այս բանով, հա, հիմա եկեղեցու դեմ ոնց պայքարեն ամենաբարձր հեղինակություն ունեցողը, որը միջազգային մակարդակում կարողանում է քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման եւ Արցախի բռնի տեղահանման անթույլատրելիության մասին խոսել եւ դրանում ընդգրկել նաեւ քրիստոնեական համայնքը։ Հիմա ոնց պայքարեն դրա դեմ։ Եթե մենակ Փաշազադեն վեր կենա խոսի, մեր ժողովուրդը խելացի ժողովուրդ է, կասի դե թշնամու ռադիոնա խոսում է։ Բայց Նիկոլին էլ միացնում են այդ թշնամու ռադիոյին, ներսից բարձրացնում է մի խնդիր, որը ոչ մեկի խնդիրը չի, բացի եկեղեցու խնդրից։ Բացի հոգևոր խորհրդից, որը իրավասու է քննարկել ցանկացած հարց, ցանկացած հոգևոր առաջնորդի կամ հոգևորականի հետ կապված։ Մենք քաղաքական նույն Նիկոլ էլ բան ու գործ չունի, հիմա ասենք սա խնդիրները լուծվել է, հիմա մնացել է այդ հարցը հասարակության նորից թշնամանքի եւ տրամադրել ինչ որ մի բանի կամ չգիտեմ դες աղանդավորական խմբերի ակտիվացման, աշխուժացման կամ մի հատ էլ ասենք այո, սևի սպիտակի եկեղեցու ազգային կերպարի խաթարման, եկեղեցու դերակատարության թուլացման, չգիտեմ, տարբեր վատ երևույթներ, հա, որոնք թաքնված են դրա տակ։ Եվ այդ ամեն ինչը ներկայացել իբրև անկեղծ ցանկության, այսպես մի շատ լավ նախաձեռնություն, արդարություն ու միամիտ մարդիկ էլ sense նայեն ասեն, այս մեր վարչապետը էս ինչ արդար մարդ է, այս սա հարցերը լուծել է, եկել է հասել է նույնիսկ ասենք հոգևոր դասի խնդիրներով է փորձում զբաղվի։ Այսինքն այս աբսուրդը, այս իրականությունը մենք նկարագրում ենք մի կողմից թե ինչ կարա տեղ ունենա Հայաստանի Հանրապետության հետ ու մյուս կողմից ասում ենք ինչով է զբաղված երկրի այսպես կոչված վարչապետը, որը ձախողել, տապալել է ամեն ինչ եւ դավադրության տեսության այսպես ասած լավագույն օրինակը, հա, լավագույն դասակարգային օրինակը դարել։ Ու այս իմաստով մենք ինչքան պետք է մեր քաղաքական դաշտը, քաղաքական միտքը, հանրային հեղինակություն ունեցող վերլուծական միտք ու գիտակից պատկերացումներ ունեցող մարդիկ տարվեն խաղերով, հա։ Ինչքան պետք է թույլ տանք լրատվական դաշտը քննարկի թե ինչ ասես Նիկոլը։ Լրատվական դաշտը պետք է Նիկոլին ասի, լսի, ընկեր ջան, այդ ինչ որ դու ասում ես, գրում ես, այդ դրանք սա ջնջի մի կողմ դիր, որն է քո պլանը Սյունիքի պաշտպանության։ Որն է քո պլանը այս քաղաքական զարգացումներից յուրաքանչյուրի դեպքում որն է քո գործողությունը, ուր է քո ազգային անվտանգության ռազմավարությունը, ուր է քո պաշտպանական համակարգի այս իրավիճակում ադեկվատ գործողությունների պլանը, ովքեր են դրանց պատասխանատուները, ուր են գեներալները, որոնք այս իրավիճակում պետքա գործողություն, այսինքն այն նորմալ հարցերը, որոնք որ նորմալ պետությունների հասարակությունները այս իրավիճակում տալիս են իրենց երկրների ղեկավարներին եւ կառավարություններին։ Մենք ինչ ենք անում։ Ժողովրդին սովորացրել ենք բամբասանքների, անհիմն զրույցների, ի պատիվ Նիկոլի եւ իր ԿՊ խմբակի, սովորացրել են ամենացածր մակարդակի չճշտված, հորինված, կեղծ
թշնամանք եւ թույն ու թարախ ենթադրող Կրթում են։ զրույցների անուն էլ դնել կրթություն, եթե դա է կրթություն, ապա ուրեմն ժողովուրդը կրթված ծնվում է։ Ծննդատան ավելի լավ կրթություն ունի, քան իրանց կրթությունը, որը որ եթե սա է կրթությունն էլ։ Հետևաբար Մեկնաբանություն էլ չկա, հա։ մենք այս իրավիճակում մեր ժողովրդին պետքա կարողանան պատասխանատու քաղաքական մարդիկ ուղղակի պետքա պատասխանատվություն ստանձնեն, որտեղ ասում եմ պատմական ծանր ժամանակներ են։ Մենք կարող է հայտնվենք շատ ավելի ծանր իրավիճակում, քան 44 օրյա պատերազմի ժամանակից։ Մենք ասելով ի նկատի ունեմ ամբողջ ռեգիոնը, մենք էլ հետները գումարած մի քանի նոր մարտահրավերներ, ես չեմ էլ ուզում նույնիսկ հնչեցնեմ այդ մարտահրավերները, որովհետև դա այսպես շատ ավելի խտացնելու առանց էլ բարդ իրավիճակ։ Պարոն Զաքարյան, impeachment-ի գործընթացից խոսենք, կարծես թե նոր փուլ է մտել impeachment-ը, որովհետև արդեն ունենք պատիվ ունեմի ներկայացրած առաջադրած տեխնացուն Դավիթ Համբարձումյանը, որին իդեպ այսպես տարբեր շրջանակներ ասեցին, որ նվեր է իշխանությունների համար այս տեխնատությունը, կարող եք դրա մասին էլ մեկնաբանել, թե ինչ կոնտեքստով դա էլ արդեն թողնենք յուրաքանչյուրի վերլուծական մտքի թռիչքներին, ինչու համար է նվեր։ Հիմա ունենք ստորագրություն պատիվ ունեմից, ունենք իբրև ունենք ստորագրություն Հայաստան խմբակցությունից, Սերան Օհանյանի տեղադրած ձևաթղթի համաձայն իբրև ունենք։ Այդ դիլեման պետքա ինչ որ մի կերպ բացատրենք ժողովրդին, որ պարզ լինի, լավ, մեկն ասում է ունենք, մեկն ասում է չունենք, լավ, ինչի չեք կարողանում կոնսենսուսի գալ, ինչի գոնե Հայաստանն ու պատիվ ունեմը ՀՀԿ-ն չեն կարողանում գալ կոնսենսուսի այդ հարցում, իսկ սկզբից ևեթ ուզում եք դրա մասին խոսել, ինչպես հասկացա։ Այո, այսօր impeachment-ը առավել քան կարևոր է, եթե հիշում եք նախնական փուլում, երբ որ մենք խոսում էինք դրա կարևորության մասին, մենք նաև ասում ենք, որ Աստված գիտի, թե այս 1 տարվա ընթացքում ինչ փորձանքներ կարա լինի Հայաստանի Հանրապետությունը։ Այսօր այս գիշեր այդ փորձանքներից մեկը արդեն ծիլեր է տվել, նոր ծիլեր եւ նոր զարգացումներ կարա լինի, եւ դրա համար մեզ պետք է adekvat կառավարություն, համախմբված ժողովուրդ, համախմբված քաղաքական ուժ։ Եթե մենք հիմա պետքա այս իրավիճակում մեր գործընկերներին ասենք, դեք ինչ մենք ստորագրել ենք, նա ինչ որ միտեղ դրած է, բայց հələ չենք բերում կպցնում ձեր ստորագրությունները։ Այս պայդրությամբ գործընթացը մեկնարկել է, երբ որ պատիվ ունեմ խմբակցությունը դրել է, միջև այդ արդեն կար մեկնարկած գործընթաց երկու падգամավորների տեսքով, Ղազարյանի եւ Ասլանյանի, իդեմս վարչապետի տեխնացու Մարուքյանի, որին մենք շատ հասկանալի պատճառներով մերժեցինք այդ առաջարկը, շատ հասկանալի պատճառներով, ընդհանուր միջև մեկնաբաներն անգամ ավելորդա, թե ինչ ենք մերժել։ Եվ մերի որոշ ժամանակ սպասելուց հետո տեսանք, որ որևէ մեկ առաջարկ չի ներկայացնում, մենք ինքներս հանդես եկանք առաջարկությամբ եւ կարելի ասել գործընթացները նույնիսկ մեկնարկած են վաղուց։ Այնպես որ մեր արգելի գործընկերները թող չասեն, այ երբ որ գործընթացը մեկնարկի, մենք կստորագրենք, գործընթացը մեկնարկած է։ Հիմա 6 падգամավոր վարչապետի տեխնացուի առաջադրմամբ հիմնավորելով ամբողջությամբ Սահմանադրության առաջադրած կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացի կիրառման անհրաժեշտությունը, սպասում է մյուս падգամավորների այդ գործընթացին միանալու։ Ինչ նշանակում այդ գործընթացին միանալ։ Այդ գործընթացի, եթե ես ուզում եմ միանամ այդ գործընթացին, գրեմ 7 Արտակ Զաքարյան, падգամավորական համարեսինչ եւ ստորագրություն։ Եթե որևէ մեկ ուրիշ ուզում է միանա, գնում է այնտեղ 8 Գեգամ Պողոսյան, Վազգեն Սիսակյան եւ այլն, ու այսպես շարունակում։ Դրա համար եք ասում, դա ուրիշ ձևաթուղթ է։ Դա է, այո, կա գոյություն ունի մի հատ տեքստ, մի հատ ձևաթուղթ, սկսված, բացված, այո, որը պետք է մենք հասցնենք 54 եւ ավելի ստորագրությունների եւ դրանից հետո արդեն ազգային ժողովի կանոնակարգ օրենք եւ սահմանադրության համաձայն երրորդյա ռեժիմով
օրակարգ Այդ վերելով այդ ընթացակարգը խնդիրը պարզ է, ինչպես եք հասնելու դրան, ինչ բանակցություն։ Ինչպես Այս ենք պահին կան էլի հասնելու պայքարով։ բանակցային Հիմա բանակցությունները Թե- հետեւյալն են, այսինքն եթե քո ընդդիմադիր գործընկերները քեզ հետ չեն, ԿՊ-ի դուրը թակել իհարկե այնուամենայնիվ այդ դուրը թակվելու է, յուրաքանչյուրի դուրը, բայց շատ ավելի տրամաբանական կլինի, եթե այդ ԿՊ-ական падգամավորը, որը միանալու է այդ գործընթացին, լինի ոչ թե 8-րդը կամ 10-րդը ցուցակում, այլ լինի 37 կամ 38-ը։ Լավ, այդ դեպքում ինչ մանիպուլյացիաներ են Սկսվի սրանք։ տեղից, Եկեք, եթե դիտարկենք Հայաստան խմբակցության տեսանկյունից, նրանց համար ինչ process է ընդհանրապես, ինչ նպատակ է հետապնդում impeachment-ը եւ ՀՀԿ-ի համար որն է նպատակը, այսպես առանց մի կողմ դնելով միայն Փաշինյանի բան։ Մենք մաքսիմալ, ես ինչքանով որ տեղյակ եմ նաև մեր падգամավորներից, հետ զրույցներից պատիվ ունեմ խմբակցության պատիվ, մենք մաքսիմալ բաց ու անկեղծ ենք միշտ եղել Հայաստան Դաշինքի մեր գործընկերներ, մաքսիմալ բաց ու անկեղծ, ընդհանուր մինչև միամտության աստիճանի բաց ու անկեղծ եւ միշտ ակնկալել ենք նման մոտեցում, բայց այս պարագայում, չգիտես ինչի, հենց քիչ թերահավատ են նայում մեր գործընկերները սկսված գործընթացին։ Գործընթաց ունի մեկ նպատակ՝ իշխանափոխություն։ Այդ իշխանափոխությունն էլ միջոց է ավելի լուրջ եւ գլոբալ նպատակ։ Երկիրը այս իրավիճակից դուրս բերել հնարավորինս սահուն, հնարավորինս անցնցում, հնարավորինս հասկանալի, ողջամիտ եւ վստահելի եղանակով, վստահելի եւ արտաքին եւ ներքին բոլոր ուժերի համար։ Գլոբալը պարզ է, Զաքարյան, պարզ է, ընդդիմության ներսում, ինչու այդ մանիպուլյացիաները արվում, եթե ընդդիմության ներսում ես չգիտեմ ինչու են մանիպուլյացիաներ անում կամ անում են թե չեն անում, այնուամենայնիվ մեր գործընկերներն էլ ասում են, որ իրանք պատրաստ են միանալ։ Հիմա մենք էլ ասում ենք, խնդրեմ շատ լավ պատրաստ եք միանալ, համարում ենք այն, որ ձեր ստորագրությունները դրված կլինեն կոնկրետ տեքստի տակ։ Հիմա տեսնենք զարգացումներն ինչպիսին։ Այնուամենայնիվ մենք չենք հրաժարվելու անկախ ամենից impeachment-ի գործընթացից, որովհետև դա մինչև վերջ։ Մինչև ընտրության սկիզբ։ Այո, մինչև այնքան, ինչքան որ օրենքը մեզ թույլ է տալիս։ Որովհետև սա նորից եմ ասում, սա կապրիչ չի, սա ինչ որ օրակարգը լցնելու ինչ որ արհեստական հարց չի։ Հակառակը, սա բնական մեխանիզմ է, եթե ասում ենք, լավ, ինչ անելու սրա վերջը, բոլորիս հարցնում են։ Վերջն ես ուզում լինի, վերջ ասելով ինչի նկատի ունես։ Եթե նկատի ունես իշխանություն փոխելու, սա միակ գործընթացն է, որ Նիկոլից կախված չի։ ԿՊ-ի падգամավորներից կախված է, բայց Նիկոլից կախված չի։ Կախված է ժողովրդից, կախված է յուրաքանչյուր այն մարդուց, որ հարց է տալիս, երբ ենք բրծնելու սրանցից։ Երբ ենք ազատվելու այս իշխանություններից։ Ում մտքում այս հարցը կա, impeachment-ի գործընթացը իր գործիքն է։ Ոչ թե ինքը տունը պետք է նստի, նայի զբաղվի իր գործերով, մեկ էլ առավոտը արտանատեստի արդեն ազատվել է կամ ինչ-որ մեկը ազատել է իրանց այս իշխանություններից, չի լինելու տես։ Ինչ-որ մեկը եթե ազատի, ավելի վատին է բերելու կամ իր համար ազատելու, ոչ թե մեր ժողովրդի համար, մեր պետության համար։ Հետևաբար մեզ պետք է բոլոր այդ մարդիկ, ովքեր այդ հարցը տալիս են, երբ ենք ազատվելու սրանցից, եթե մեր գործընկերները չեն ուզում ազատվել սրանցից, եւ դրա մասին չեն կարողանում ասել, ինձ թվում է, ասենք, հաջորդ տարվա գարնանը ամբողջ ժողովուրդը դա տեսնելու է։ Մի գարուն են կանելու քաղաքական։ Երբ որ ԿՊ-ն էլ է միանալու։ Պարոն Զաքարյան, ես անկեղծ ասած զարմացած էի երրորդ նախագահի մի պատասխանից։ Չէ, պայմանական եմ ասում գարունը, հա, չմտածեք թե Չէ։ Գարմոշկան ձգվելու է միջև։ Որովհետև նույն բանը ասվում էր ճակերտավոր հեղափոխությունից առաջ, միայն թե Սերժը գնա, ով ուզում է գա, մենք տեսանք հետևանքները։ Հիմա Սերժ Սարգսյանը համահունչ պատասխան տվեց լրագրողներից մեկին ու ասաց մենակ թե իրան հանեն ով ուզում է գա, ես իրոք շատ զարմացած էի, բայց մի առիթով էլ ասել էիք, որ Սերժ Սարգսյանին թիրախավորում են, որովհետև ուժ են տեսնում, դրա համար են թիրախավորում։ Հիմա չար լեզուներն էլ այս անգամ խոսում են, որ այս նույն impeachment-ի գործընթացով երրորդ նախագահը իբրև փորձում է մասնատել ընդդիմության դաշտը, փորձում են Հայաստան Դաշինքը կապել Փաշինյանի հետ,
դրա արդյունքում դառնալ թիվ 1 ընդդիմություն, սխեման սա է։ Ցույց տալով, թե իբր իրենք պայքարում են Նիկոլի դեմ, իսկ մնացածը ծախված են։ Ստացվում է, այս ամբողջ process-ը փոխում է Փաշինյանի շահերից, Իսկ չար լեզուներն ովքեր են, անուն ազգանուն ունեն այդ լեզուները։ Չիմանանք ինչն ենք մեկնաբանում, էլի, թե չէ տենց կարելի է ցանկացած այդպես հարց վերցնել ու տարբեր փորձագետներ, որոնք անում են վերլուծություններ, տարբեր փորձագետներ, ում շահերից են բխում այդ փորձագետները, ես չեմ հավատում, որ մենք ունենք այսպես բոլոր փորձագետները անկաշկանդ եւ անշահախնդիր են։ Եթե այդ փորձագետները այդ վերլուծություններն անում են այն իմաստով, որ ընդդիմության մեջ պարակտում մտցնեն, կարա լինի։ Բայց տեսնում են ակնհայտ պարակտումը մեր կողմից հակառակը։ Impeachment-ի գործընթացը դա ոչ թե պարակտման միավորման գործ, մենք ասում ենք եկեք միավորվեք։ Չեք միավոր, միայն դուք եք ասում եկեք միավորվեք։ Դե որ չեն։ Հիմա հակառակն ասում են, որ պարակտեն։ Բայց ստացվում է, որ տեսնում են այդ չմիավորված վիճակը, ձեր դրա համար։ Միավորվենք այս գործընթացի շուրջ, որն ավելի հեշտ գործընթաց է, քան 3 անգամ փողոցով մենք էլ շատ ազնիվ անկեղծ ձևով գնացել բոլոր կոչերին միացել ենք, չէ՞։ Բայց ասեն առանց փողոցային պայքարի impeachment չի լինի։ Միևնույնն է։ Այն ժամանակ փողոցային պայքարը կար, բայց իշխանափոխության տանելու ճանապարհը միջև վերջ գծած չէր, բարձ չէր։ Հիմա իշխանափոխության տանելու լեգիտիմ ճանապարհը կա, լեգիտիմ, այսինքն որ impeachment-ով իշխանությունը փոխես, վաղ մյուս օրը Մոսկվայում կամ Վաշինգտոնում չեն ասելու այս ովքեր են այս մարդիկ։ Ասելու են այո, համանդրության համաձայն փոխվել է եւ շնորհավորական տեքստ են ուղարկելու։ Ախր գիտեք ինչպիսի տպավորություն է, որ լավ դուք համախմբան կոչ եք անում ձեր կողմից, ձեր տեսանկյունով։ Այսինքն մենք, եթե այնով որ ասում եմ, որ հանրապետականը փորձում է պարակտի կամ Սերժ Սարգսյանը տենց պլաններ ունի, այդ մարդկանց ասեք հիմարություններ մի խոսացի։ Այդ դա կատարյալ, այսպես ասած, անհեթեթություն է, որովհետև հակառակը impeachment-ը մենք ասում ենք ոչ մեկը միայնակ չի կարողանալու իշխանափոխություն անել։ Ուզում է impeachment-ով լինի, ուզում է փողոցով լինի, ուզում է ընտրություններով լինի։ Եթե միայնակ չի կարողանալ եւ մենք էլ ուզում ենք դա անել։ Հետեւաբար մեջ շահերից է բխում որ բոլորը միասին մենք տեսնում ենք, որ տարանջատողներն ովքեր են հայտարարվել տարանջատման մասին։ Հետեւաբար թող այդ ովքեր պարակտման մասին խոսում են, գնան այդ պարակտողներին ուրիշ տեղ փնտրեն։ Դե գիտեք, այդ պարակտող ասողները ասում են, որ impeachment-ը ամեն ինչի մասին է, բացի impeachment-ից ու գլխավորապես ընտրության մասին է։ Ում ընտրության մասին։ Ընտրության 26 թվականի ընտրությունների մասին։ Հա, բայց Նիկոլի հետ թե առանց Նիկոլի։ Այդ հարցը չկա։ Ինչի՞ չկա։ Պարզ չի որ impeachment-ը անելուց հետո հաջորդ խնդիրը երկիրը 7-րդ թկլներ, 8-րդ թկլներ շորագրություն։ Պարզ է, չէ, որ impeachment-ը հաջողելուց հետո հաջորդ գործընթացը ժամանակավոր, շատ կարճ ժամանակով ձևավորվելիք կառավարության թիվ 1 խնդիրը երկիրը ընտրությունների պատրաստելը եւ հասարակության մեջ հանդուրժողական մթնոլորտ ձևավորելն է լինել։ Այդ պայմաններում որ քաղաքական ուժը չի ուզենա ընտրության մասնակցի։ Եվ ինչ ասինքն նախընտրում են Նիկոլի հետ գնալ ընտրության, լոգիկան ո՞րն է։ Դե եթե հիմա տեսնենք անհամապատասխանություն ընդդիմության ներսում ու իրենց հայտարարությունների ու արարքների անհամապատասխանություն։ Այսը հերթով բոլոր դիմադիր գործիչների նկատմամբ նորից բռնաճնշումները մեծացնելու է։ Ընտրություններից առաջ նաև կալանավորումներ, նաև ձերբակալություններ, նաև տարբեր տեսակի այսպես անձանց թիրախավորելու եւ նրանց բարի համբավը փչացնելու ակցիաներ, գործողություններ, նրանք բան չունեն, այսինքն իրանց համար իշխանությունը գոյության աղբյուր է։ Ոչ թե իշխանությունը ծրագիր իրականացնելու, նրանք թքածուն են ոչ ցանկացած ծրագիր ժողովրդին ներկայացնելու են խափեն, բայց այդ ծրագիրը չիրականացնեն։ Իրականացնողը լնային, էս իրանց 5 տարվա ծրագիրը կիրականացնեին։ Ոչ մի բան չեն արել, ամբողջությամբ ձախողել են։ Շատ դեպքերում արել են հակառակը։ Բայց հետեւաբար իրանց իշխանությունը պետք չի հայրենիքին ծառայելու համար։ Իրանց իշխանությունը ԿՊ-ին պետք է, որպեսզի իրանց պատասխանատվության չենթարկեն։ Ընդհանրապես ոստիկանություններով շրջապատված լինեն, դատարանները իրանց համար ողջը խփեն, ախրանիկներն էլ իրանց հետ լինեն։ Սա է իրանց իշխանությունը, այսքանն է, բավարար է իրանց դա։ Իսկ մնացած պարագայում
Եթե այս իրավիճակում այս մոտիվացիայով վարչապետի հետ ուզում են գնան ընտրություններում հաղթեն, ես այդ մարդկանց լավատեսության վրա ուղղակի զարմանում եմ։ Իսկ երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ շախ են արել այսօրվա իշխանություններին, դա կբացեք, ինչ նկատի ունի, որտեվ չբացես նազը։ Մենք շախ ենք արել, ինչով իմպիչմենտի գործընթացում։ Եթե շախմատային լեզվով բանանենք, մեկնաբանենք, բարձր որ նպատակը հակառակորդի կամ մրցակցի թագավորն է։ Հիմա շախ ուրիշ ոչ մի երրորդ կողմ չկա շախմատի չի հասկանում, ինչպես դա շախմատի մեջ երրորդ, չորրորդ կողմ չկա, էլի, այսինքն որ բան անենք։ Ո՞նց է շախ արել, էլի։ Շախ անենք, շախը արվում է, շախը նշանակում է, որ վարչապետի պաշտոնավարումը կասկածի տակ է դրվում։ Իմպիչմենտի գործընթացով, այո, դա Դամոկլյան սուր է, կախվում է այս իշխանության վրա, որ այսօր եթե 6 է, ոչ մի երաշխիք չկա, որ վաղը չի դառնա 16, այն մյուս օրը 56 եւ այդպես շարունակ։ Նիկոլը 9 падգամավոր ուներ, չէ, 18 թվականին։ Իմպիչմենտի գործընթացն էլ կարող էր լինել։ Հա, ձեր գրառումն էլ հետաքրքիր է, լեգիտիմ բանաձևը 6+2+28+18։ Դա է, դա փաստացի, այսինքն փաստացի։ Բանական բացատրած փաստացի։ Կա երկու ճանապարհ, ամբողջ ժողովրդին հանել, տանել ամբողջ երկիրը խառնել եւ, չգիտեմ, մեծ, այսպես ասած, բան սարքել, խնդրեմ սարքել եւ հույս ունենալ, որ Նիկոլ հրաժարական կտա։ Նիկոլ հրաժարական տալուց հետո էլ պարզ չի թե ում կընտրի ազգային ժողովը։ Եվ մյուս ճանապարհը ուղղակի process-ը խորհրդանում անընդհատ նաև հանրային ճնշման միջոցով բերել հասցնել այն աշխարհին, որ 54 մարդ գտնվի, որոնք գիտակից ձևով պատասխանատվություն վերցնեն այս երկրի եւ ժողովրդի ցանկությունների առջև։ Ոնց ենք գտնելու մնացածին Աշխատանքով։ Դրանք բան չեն, այսպես ասած, ցեմենտ բետոնի պատեր չեն, հա, որ այդպես կառուցվել են, այդպես էլ պետք է մնան։ Մարդիկ են, որոնք որ իրանք էլ են շատ լավ հասկանում եւ իրանք էլ ինչ որտեղ իրանք արխիվներն ու հաշվարկներն ունեն։ Էդմոն Մարուքյանին, որ մերժեցիք, հիմա Էդմոն Մարուքյանն էլ էր, չգիտեմ, տեսած կլինեք, երևի էլի սկսեց ընդդիմադիրներին մեղադրել, որ ահա տեսակ ինչի չընդունեցիք, հիմա ընդհանրապես process-ն էլ չի սկսվել, այ որ ինձ ընտրեիք, process-ը գոնե սկսված կլիներ, ես չեմ երաշխավորում, որ կմտներ ազգային ժողով կամ մինչև վերջ ավարտին կհասցվեր։ Ամեն դեպքում էլի, որովհետև ասվել էր, որ բերեք յուրաքանչյուր տեխնացու, մենք ստորագրում ենք դրա տակ։ Միայն նրա պատճառով, որ Նիկոլ 2 այդ հայտնի արտահայտություններ արվել հնչել, միայն դրա պատճառով էր, որ չես այդ պահին չմեկնարկեց։ Մենք ունենք մեր տեխնացուն, ճիշտ է։ Դե ունեք դրանից հետո։ Այդ պարագայում մենք ասել ենք, որ ոչ, այսինքն impeachment չի նշանակում, որ Նիկոլին պետք է հանենք ու Նիկոլին բերենք իշխանություն։ Այդ շատ լավ է, որ ասում եք ոչ, ուզում եք բերեք, ոչ, ուզում եք մի բերեք։ Չէ, ախր դա նպատակ պետք է ունեն, դա հենց այնպես ինքնանպատակ ոչ չենք խաղում մենք, բան։ Հիմա հա Էդմոնը եկել է, ում վրա է հույսը, ասեք, նախ Էդմոնը խիա համաձայնվել այդ process-ի մեջ։ Հույսը ում վրա է, ասինքն։ Ես ինչի պետքա այսպես վստահ լինեմ, որ Էդմոնը անկեղծ ցանկությամբ եկել է Հայաստանի Հանրապետություն։ Դե թող գնա իր բանով, այսպես process-ը մինչև մեր տեխնացու առաջարկելը, լավ, մենք ասացինք Նիկոլ դվա, թող գնար ԿՊ-ից մի հոգի էլ բերեր կամ Հայաստան Դաշինքից բերեր։ Այսինքն եկել է երկուսի վրա կանգնելով ֆիքսվել են Հայաստան բանը պատիվունեմի վրա։ Մենք էլ հենց սկզբից մեր դիրքորոշումը հայտնել ենք Էդմոնի տեխնացության հարցում։ Անկախ նրանից Էդմոնը տեխնացու կլինի թե չէ, իր գործունեության վերաբերյալ մեր դիրքորոշումը վաղուց ենք հայտնել, միշտ պարբերաբար հայտնել ենք։ Այնպես չի, որ Էդմոնը դառավ տեխնացու, նոր մենք իր մասին քաղաքական կարծիք ձևավորեցինք։ Մեր քաղաքական կարծիքը վաղուց ասել են, 20 թվին էլ ենք ասել իր գործունեության մասին, 21 թվին էլ, 22 թվին էլ, երբ որ դառավ հատուկ հանձնարարություններով դեսպան, 23 թվին էլ, երբ որ իր դեսպան, այսինքն ինչ է ստացվում, հայտարարվեց նրա մասին, որ կասկածի տակ էին դրել ձեր դիրքորոշումը, թեստ արեցին ձեր դիրքորոշումը այդ պահին, հա, այսպես տեստավորեցին, քննեցին ընդդիմադիր մյուս թևը։ Չէ, չեմ կարծում, ուղղակի Էդմոնին փորձել են բան անել, հա, այտենց որպես ինչ խաղարկային տարբերակեր էլի։ Ոնց որ
հեծանիվի ակերի մեջ փայտ մտցնելու, տարբերակար ձգձգելու եւ գործընթացը անլրջացնելու, խափանելու, Հանրապետականը ինչ, բայց փորձ շատ ունի եւ քաղաքական, այսպես ասած, մարդիկ դեռ էլ չմտածած իրանց, այսպես ասած, ծրագրերը մենք արդեն կանխատեսում եւ կանխորոշում ենք, թե ով ինչա ցանկանում անի եւ ում նպատակը որն է։ Այնպես որ այդ հարցում մեզ չեն կարա մանիպուլացնեն, հստակ շատ լավ հասկանում ենք այդ գործընթացները։ Եվ վստահ ենք, ինչքան ժամանակ աշխատում է դեպի ընտրություններ, այնքան մենք ավելի ու ավելի վստահ ենք լինում, որ այս ճանապարհին վերջում բոլորը գալու են հավաքվեն իմպիչմենտի շուրջ։ Մեղվի փեթակի նման, ինչքան հեռու թռնեն, մեկը վերջում, օրվա վերջում գալու են այդ փեթակի շուրջ են հավաքվելու, ամբողջ խնդիրն է, թե յուրաքանչյուրի դերակատարում այդ գործընթացում որն է լինելու։ Պարոն Զաքարյան, այս հարցին էլ չեմ կարող շրջանցել, որովհետև մանավանդ էս Իրան-Իսրայել սկսված իրադարձությունների ֆոնին անկեղծ ասած էլի տարօրինակ հնչեց Սերժ Սարգսյանի պատասխանը, որ պաշտոնավարման տարիներին իրեն երբեք չեն զեկուցել Նիկոլի եւ իր թիմակիցների լրտես լինելու մասին, այսինքն ԱԱԾ նրան նման զեկույցներ չի տվել։ Մենք այսպես գովերքում ենք, գովաբանում ենք Մոսադին ու տեսնում ենք նրանք ինչեր են անում։ Մեր ԱԱԾ-ն երկրի գերագույն գլխավոր հրամանատարին չի զեկուցում, ինչ է կատարվում եւ տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ 18 թվականին։ Այսպես էլի ասում ենք զարմանում ենք, որ զարմանում եք, բայց շարունակաբար մենք զարմանում ենք։ Այդ հայտարարությունն էլ զարմանալի։ Ես կդժվարանամ ինչ որ բան ասել, որտեղ այդ նախագահին եթե չեն զեկուցել, ինձ առավել եւս չեն զեկուցել, չէ՞։ Եվ իսկ ճշտված փաստերով հայտարարություններ անել, դա բան չի, ճիշտ չի։ Հետաբար ես ձեռնպահ կմնամ այդ հարցում որևէ մեկնաբանություն տալուց, թե ով ինչ է եղել եւ բայց առնվազն տարօրինակ է, որ նախագահը նման բան է ասում։ Մի բան հստակ է, որ այս իշխանությունները ինչ որ անում են, այդ իրանց արածը բխում է օտար շահերից։ Օտար շահից։ Հիմա թե օտար շահերին ինչքանով են նվիրված եւ ինչ մոտիվացիայով, թե ինչ ձևով կամ նվիրված են, թե ուղղակի ստիպված են, դա արդեն այլ խնդիր, այլ ուսումնասիրության դաշտ է եւ բացառապես հնարավոր է լինելու պարզել եւ ճշգրտել իշխանափոխությունից հետո։ Պարոն Զաքարյան, լավ մի հարց էլի չեմ կարողանում հասկանալ, դուք լրատվամիջոցների մասին եթե լավ եմ հիշում գրառում եք արել էլի հենց այդ համախմբվելու շուրջ, որպեսզի մեդիադաշտը չգեներացնի այն լավ հիմարություններ անվանենք, հիմար արտահայտություններն ու հայտարարությունները։ Ինչ եք կարծում այս ֆոնին ու այս իմպիչմենթի process-ի ֆոնին, այս գործընթացի ֆոնին մեդիադաշտը տորպեդահարում է իմպիչմենթի process-ը հենց այդպիսի որակումներով։ Ինչ եմ ասել, ասում են լրատվամիջոցներն, ովքեր որ հավատում են իմպիչմենտին, Աստված իրանց օգնական, որովհետև դա է լեգիտիմ ճանապարհը։ Ովքեր որ չեն հավատում ու դատապարտում են կամ քննադատում են, Աստված իրաց դատավոր, որովհետև հետո էլի հայի հետին խելքով, այ հիմա մեզ ասում եք, բա 18 թվին ինչի սենց չարեցիք, ինչի չձերբակալեցիք, ինչի զորք չհանեցիք, ինչի էս չարեցիք, ինչի են չարեցիք, բայց որ անեիք ասելու եք, էս ինչ եք անում, էս ինչ սխալ բան եք անում, էս ինչ վատ բան եք անում։ Այ հետո գալու է ժամանակ, որ եթե Աստված մի ասի իմպիչմենտը չհաջողվի, ինձ կամ իմ ընկերներին հրավիրելու կասեք, այ ինչի այս ժամանակ մեզ լավ չէիք բացատրում, թե այդ իմպիչմենտը ինչքան կարևոր բան է, ինչի լրատվամիջոցներին չէիք ասում, որ այ ովքեր որ իմպիչմենտին դեմ եմ գնում, հետո երկրին այսպես փաստի առաջ են կանցնելու 26 թվականից հետո ու ավելի շատ ավելի վատ է լինելու, մտածել են ոչ թե երկրի պաշտպանելու մասին, այլ արտագաղթի մասին։ Այ որպեսզի այդ ինչուները չլինի, մենք հիմա մեր գործը քաղաքականությամբ զբաղվելն է։ Ես հիմա ոչ գեղասահքից եմ խոսում, որ ասեք դուք ինչ կապ ունեք դրա հետ կամ դուք ինչ եք հասկանում դրանից։ Ոչ էլ խոսում եմ բանից, հա, գյուղատնտեսությունից, ինչից չեմ հասկանում։ Այն ինչից որ շատ թե քիչ հասկանում եմ եւ պատասխանատու եմ եւ նաեւ իմ գործընկերները, իմ կուսակցական ընկերները պատասխանատու ենք մեր քաղաքական հայտարարությունները եւ ցավոք մինչև հիմա ինչ որ ասել ենք ճշմարտությունն է դուրս եկել, ցավոք, որովհետև լավ բաներ չի եղել մեր, այսպես ասած,
վերլուծությունների եւ ապագան տեսնելու, զարգացումները տեսնելու, հաշվարկելու մեր բաները, արդյունքները լավը չեն եղել եւ այդպես էլ տեղի ունեցել։ Բայց մենք զգուշացնում ենք, չէ՞, ժողովուրդ, մի գնացեք Նիկոլի հետևից, ձեզ տանում է պատերազմ, մի գնացեք Նիկոլի հետևից, ձեզ տանում է կորուստի, ձեզ տանում է բախման, ձեզ տանում է այսպես խաբեությունների, ձեզ տանելու է հեսա տնտեսական պարտքերի եւ վտանգների մեջ գցի, ձեզ տանելու է կախվածության, ձեզ տանելու է տարբեր երկրների հետ հարաբերությունների փչացման ճանապարհով, որից միայն մենք ենք դուժելու, իրանք չեն դուժելու։ Այսինքն, այս ամբողջի արդյունքում հիմա արդեն ազգային արժեքային եւ ավանդական արժեքային դաշտերի եւ հենասյուների քայքայման պետականության ընդհանուր քայքայման գործընթացի մեջ ենք։ Այս բոլորի մասին մենք զգուշացրինք։ Հիմա նույնը իմպիչմենտի հետ ալներ, մենք հիմա չենք ասում պետքա իմպիչմենտ անել, մենք ինքներս անում ենք, սկսել ենք, նախաձեռնել ենք։ Մենք ասում ենք եկեք միացեք, սա է ճանապարհը։ Չեք ուզում միանալ։ Աստված ձեզ դատավոր, ուզում եք միանալ, Աստված ձեզ օգնական։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Սիրելի հետևորդներ, եղեք ակտիվ մեր Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում, շաբաթվա անցուդարձին առաջինը եւ մշտապես ծանոթ լինելու համար։ Կհանդիպենք։ Նոր սարդարապաշտություն եւ մեզնի յուրաքանչյուրը պարտավոր